Եթե ինքը վերընտրվում է, ինքը դա փորձելու է անել։ Հիմա այդտեղ մտնենք մենք գնանք դեմ, տապալվի, իմ ասած փաստարկներ տալիս ենք Ալիևին։ Գնան ընդունեն այդ համանadությունը, նորն ընդունեն, այն իմ ասած մյուս ռիսկերն է գալու Հայաստանի առաջ։ Այսինքն սա մի process է, որը քանդարարություն է, որևէ լավ բան չի տալու եւ վստահաբար խաղաղության հետ կապ չունի։ Դուք գիտեք, որ ես բացարձակապես որևէ ռևանշիստական տրամադրություններ չեմ ունեցել, չունեմ, եւ ես գտնում եմ, որ խաղաղությունը այլընտրանք գոյություն չունի, բայց այն քաղաքականությունը, որը վարվում է խաղաղության համար, այդ քաղաքականությունը չի բերում խաղաղություն, օրինակ հենց երեք ընդունված իսլամական լիգայի կազմակերպության հայտարարությունը։ Մի հարց է կար փայլակի տված ոնց որ վերջին։ Իմպիչմենտի մասով տեսեք, խորհրդարանական երկու ուժերը հայտարարել էին, որ իրենք չունեն վարչապետի տեխնացու, իրենք չեն նախաձեռնելու իմպիչմենտի գործընթաց, սակայն եթե լինի նման նախաձեռնություն եւ վարչապետի տեխնացու, իրենք կմիանան։ Եվ ԿՊ-ից հեռացված երկու падգամավոր դիմել էին ինձ, ես իմ համաձայնությունը տվել էի եւ իրենք առաջադրել էին, որից հետո երկու ուժերն էլ չմիացան process-ին եւ հիմա գիտենք, որ հանրապետական կուսակցությունը առաջադրել է իր տեխնացուին։ Այսինքն ուժի մեջ է, թե ուժի մեջ չէ, դա կախված է խորհրդարանական ուժերից։ Եթե վաղ առավոտյան կամ հենց հիմա падգամավորները գնան Հակոբ Արսլանյանի աշխատասենյակ եւ ստորագրեն, այո, այդ process-ը կմեկնարկի։ Եթե ոչ, ոչ։ Ես գիտեք, ես չեմ ուզում բաներ ուրիշ բառեր ասեմ, բայց ուզում եմ ասել հետեւյալը։ Իմպիչմենտի գործընթացի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնենք, 54 ձայն է պետք։ Եթե իրենք իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց, ովքեր որևէ փուլում թեկուզ իշխանության հետ աշխատել են, ուզում են վարկաբեկեն այդ ձևակերպմամբ, ինչ հույսով են ուզում, որ ԿՊ-ից 20 падգամավոր գա այս կողմ քվեարկի։ Ես ուզում եմ հասկանամ, տհասությունը սահմաններ ունի մեր այսպես կոչված այդ ձեր ասած մարդկանց մոտ, թե ոչ։ Հիմա կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում ես չեմ, չէ, անվտանգություն տրամադրել Նիկոլ Փաշինյանի, երբ որ նա վարչապետի տեխնացու էր։ Իրենք են տրամադրել։ Հիմա ով է Նիկոլական։